Ամենայն դեպս լինելով հանրապետություն կուսակցության անդամ, ես կարծում եմ, որ ստեղծված պայմաններում, այ հենց հիմա ստեղծված ներքաղաքական պայմաններում, արտաքին քաղաքական պարտադրանքի պայմաններում, խորհրդարանում գերանհրաժեշտություն է դառնում հանրապետություն կուսակցության ներկայությունը, որովհետև եթե քաղաքացիական պայմանագիրը, որը հավակնում է հավաքել 50+1 եւ ամենայն դեպս շանսերը ունի իր 50+1-ը հավաքելու, հայտնվում է խորհրդարանում ունենալով մեծամասնություն եւ խորհրդարանում հայտնվում են բոլոր այդ հավաքական Կրեմլի վկաները, ստացվելու է, որ մենք շատ ավելի ծանր վիճակում ենք լինելու, քան 2021-ից 2026-ը եւ պարտադիր պետք է լինի մի ուժ, իսկ այդ ուժը այսօր օբյեկտիվորեն դաշտում հանրապետություն կուսակցությունն է, որը կկարողանա քաղաքացիական պայմանագրին պարտադրել հրաժարվել իր հավասարակշիռ քաղաքականությունից, այսինքն կփորձի եւ կջանա եւ կդրթի երկու աթոռից իջնելու վերջապես նստել ինքնիշխանության աթոռին, ոչ թե տեր փոխել, այլ Հայաստանի Հանրապետությունը դիտարկել իբրև տեր, իշխանություն, ժողովուրդ տեր դիտարկել եւ ինքնիշխանության դիրքերից, ազգային շահի, պետական օրակարգի դիրքերից քայլեր անել։ Դա պետք է լինի, ես կարծում եմ, ընտրողի գեր խնդիրը ապահովել իր երկրի ինքնիշխան զարգացման հնարավորությունը, ապահովել անվտանգությունը, ապահովել, որ այսուհետ եռաբլուրը չմեծանա, ապահովել ամենայն դեպս տարատեսակ տերերից չկախվածության երաշխիքը։